Նախամաշտության Հայաստանից հայտնաբերված արձանագրությունների երրորդ խումբը, ինչպես նշվեց, օտարների կողմից թողնված արձանագրություններն են։ Այս արձանագրություններից հնագույնը Քրիստոսից առաջ 23-րդ դարում Միջագետքյան տիրակալ Նարամսուենի արշավանքի վկայությունն է դեպի հայկական լեռնաշխարհ, դեպի Արմանի թագավորությունը, որը գտնվել է Դիարբեքիրի շրջանում։ Ժամանակագրական հերթականությամբ հաջորդ արձանագրությունը Քրիստոսից առաջ 23-21-րդ դարերի միջև է կանգնեցվել, դա հին խուրիերենով կանգնեցված մի արձանագրություն է եւ խուրիերեն արձանագրությունների մեջ աշխարհում հնագույնը։ Թիժ Արի կամ Թիժ Աթալ արքայի կողմից հարավային Հայաստանում է թողնվել այս արձանագրությունը։ Նախիջևանի շրջանից հայտնաբերվել է հին բաբելոնյան ժամանակաշրջանի մի կնիկ։ Նախամաշտության Հայաստանի գրային հուշարձանների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ասորեստանյան արքաների արձանագրությունները, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ 12-ից 7-րդ դարերով։ Սրանք շատ կարևոր վկայագրեր են ասորեստանյան արքաների արշավանքների մասին եւ այն ժամանակաշրջաններում, երբ չկան տեղական արձանագրություններ, խոսքը մասնավորապես 12, 11, 10-րդ դարերի մասն է Քրիստոսից առաջ, սրանք անգնահատելի սկզբնաղբյուրներ են մեր լեռնաշխարհի, հատկապես հարավային շրջանների պատմության ուսումնասիրության համար։ Նախամաշտության Հայաստանի արձանագրությունների հաջորդ խոշոր խումբը լատիներեն արձանագրություններն են։ Այս արձանագրությունները բոլորը թողնվել են հռոմեական բանակների կողմից եւ վկայություններն են Հռոմի արևելյան քաղաքականության։ Մասնավորապես Խարբերդի շրջանում 3 արձանագրություններ կանգնեցվել են Կորբուլոնի կողմից, հայտնի այն ժամանակաշրջանում, երբ Արշակունյաց հարստությունը հաստատվեց Մեծ Հայքի գահին, այնուհետև երկրորդ դարից մենք ունենք ուշագրավ արձանագրություններ Տրայանոս կայսեր ժամանակաշրջանի 114-116 թվականներ, Մարկոս Ավրելիոս կայսեր ժամանակաշրջանի եւ ի վերջո նրա որդու Կոմոդոսի ժամանակաշրջանի։ Մեր թվարկությունից առաջ առաջին դարի վերջերին գնալով ուժեղացավ հռոմեական կայսրության քաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում եւ աստիճանաբար Հայաստանը հայտնվեց Հռոմի քաղաքական ազդեցության ոլորտում։ Չնայած դրան, Հայաստանում հունարեն լեզվի դուրս մղում որպես այդպիսին տեղի չունեցավ եւ լատիներեն լեզուն երբևէ Հայաստանում որևէ լուրջ տարածում չստացավ։ Ճիշտ է, Հայաստանի տարածքից հայտնաբերվել են լատիներեն լեզվով առանձին արձանագրություններ, քարեստելաներ, մի մասը պահվում են Հայաստանի պետական թանգարանում, սակայն սրանք այսպես առանձին նմուշներ են, որոնք չեն խոսում լատիներեն լեզվի քիչ թե շատ տարածված լինելու մասին։ Երրորդ այս խմբի մեջ շատ կարևորագույն տեղ են զբաղեցնում դրամները։ Օտար դրամները, որոնք Հայաստանում եղել են շրջանառության մեջ, ընդ որում հայաստանյան դրամաշրջանառության պատմությունը մեզ տալիս է միջազգային դրամաշրջանառության բոլոր փուլերի վկայությունները։ Սկսած Միլեթյան եւ Ռոդոսյան դրամներից, որոնք հնագույններն են դրամների մեջ եւ դեռևս գիր չէին գրում իրենց վրա, այլ միայն պատկերներ, Հայաստանում գտնված են այդ դրամներից, այնուհետև պարթևական դրամներ, հռոմեական դրամներ, մակեդոնացու դրամները մինչ այդ սասանյան դրամներ, այսինքն դրա բոլոր ժամանակաշրջանների դրամները, որոնք առնչվել են Մերձավոր Արևելքի հետ, գտնվել են հայկական լեռնաշխարհում։ Լատիներեն լեզվի կիրառության առանձին նմուշներ պահպանվել են դարձյալ դրամահատության մեջ, բայց Հայաստանի հետ կապված, բայց ոչ հայ արքաների։ Այսպես, հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը 34 թվականին մեր թվարկությունից առաջ գրավեց Հայաստանը, խաբեությամբ գերեց Արտավազդ II արքային իր ընտանիքով եւ տարավ Ալեքսանդրիա։ Այս կապակցությամբ նա հատեց հոբելյանական հատուկ դրամներ, որոնց վրա գրված էր Անտոնիոսը Հայաստանը հաղթեց, Հայաստանին հաղթող։ Մյուս երեսին դրամի հակառակ երեսին ուրեմն Կլեոպատրայի պատկերներ, ուրեմն արքաների թագուհի, արքայական զարմից սերած Կլեոպատրա։
Լատիներեն գրությամբ դրամների մեկ այլ նմուշ են Օգոստոս Կայսեր հատած դրամները, երբ 20 թվականին Օգոստոս Կայսերը մեծ զորաբանակով եկավ Արևելք, կարողացավ Պարթևստանի հետ խաղաղություն հաստատել եւ Հայաստանում գա բարձրացրեց հռոմեական դրածո Տիգրան III-ին։ Այս կապակցությամբ հավանաբար Հռոմի արևելյան պրովինցիաներում, միգուցե նաեւ Հայաստանի տարածքում հատվեցին հատուկ դրամներ հոբելյանական, որտեղ մի երեսին ուրեմն Օգոստոս Կայսեր պատկերներ, հակառակ երեսին գրություն Արմենիա ռեկապտա, այսինքն Հայաստանը վերանվաճված եւ հայկական սիմվոլներ, հայոց թագը, կապարջ, նետ աղեղ եւ այլն։ Եվ ի վերջո 4-րդ խումբը առեղծվածային եւ անհայտ ծագումով արձանագրություններ։ Այս արձանագրությունների մեջ որոշակիորեն կարելի է ցույց տալ երկու համակարգեր։ Դրանցից մեկը Հայաստանի նոր սեպագիր համակարգն է։ Ներկայումս Հայաստանի տարածքում արդեն իսկ հայտնաբերված են 3 այդպիսի արձանագրություններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են ամբողջ աշխարհում հայտնի սեպագիր համակարգերից։ Եվ սա Հայաստանում սեպագրի անցման առանձին փորձի վկայություն է։ Ընդ որում նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ սեպագիրը եղել է այբուբեն, սեպագիր այբուբեն, եւ սա կարող է լինել համաշխարհային պատմության մեջ այբուբենին անցման առաջին փորձերից մեկը։ Երկրորդ համակարգը առեղծվածային գրերի, որ կարելի է առանձնացնել, դրանք հսկայանշաններն են, ժայռափոր հսկայանշանները, պայմանական անունով կարելի է այսպես կոչել, սրանք հայտնի են հայկական լեռնաշխարհի շուրջ 15 հնավայրերից, տարածված են ոչ լեռնաշխարհով մեկ եւ չափազանց հետաքրքիր պատկեր են ներկայացնում։ Նշանները փորված են ժայռերի մեջ, խորությունը նշանների մոտ 4-ից 30 սանտիմետր է։ Լայնությունը գծերի, նշանների գծերի 6-ից 30 սանտիմետր, իսկ նշանների երկարությունը տատանվում է 70 սանտիմետրից մինչև 3 մետր։ Եվ կան մի շարք տեղեր, երբ ամբողջ հարթակի վրա մարդը կանգնելով մի ծայրին, մյուս ծայրը կարող է չտեսնել։ Եվ տպավորությունն այնպիսին է, թե սրանք քանդակված են վերևից դիտելու համար։ Ըստ երևույթին սրանք պաշտամունքային համալիրներ են եւ գրականության մեջ եղել են կարծիքներ, որ կապվում են կամ ջրի պաշտամունքի կամ անդերաշխարհի պաշտամունքի հետ եւ մեր նախները նման ձևով քանդակել են հաղորդակցվելու համար երկնային ուժերի հետ, որովհետեւ նման հուշարձանները ամբողջությամբ վերցրած տեսանելի էին միայն երկնքից։ Տարբեր տեսակի լեզուների, գրավոր լեզուների տարածվածությունը նաև մի խոսում փաստ է այն մասին, որ հայ հասարակության մեջ խիստ մեծ պահանջարկ կար գրավոր լեզու ունենալու։ Սրանով պետք է բացատրել, որ եւ ասորերենը, որ գրավոր լեզու էր, եւ հունարենը այսքան տարածված էին Հայաստանում։ Միգուցե հենց սա էլ այն պատճառներից մեկն էր, այն խթանիչ հանգամանքներից մեկն էր, որը նպաստեց սեփական գրերի ստեղծման գաղափարի արմատավորմանը հայ իրականության մեջ եւ Մեսրոպ Մաշտոցի հետագայում կատարած այդ մեծ հայտնագործության։ Բոլոր դեպքերում հայկական լեռնաշխարհից հայտնաբերված հուշարձանների այս 4 խմբերը խոսում են նախամաշտության Հայաստանում կիրառված բավականին հարուստ գրային մշակույթի մասին։ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչև Քրիստոսի ծննդից հետո 5-րդ դարը Մեսրոպ Մաշտոց շուրջ 3500 տարվա մեջ հայկական լեռնաշխարհում օգտագործվում է 12 գրային համակարգ, որոնցից մի քանիսը դեռևս վերծանված չեն։ Դրան ավելացնելով Մաշտոցյան դպրության 1500 տարիները մենք ստանում ենք չափազանց ուշագրավ մի պատկեր։ Մեր ժողովրդի պատմության 5000-ամյակի ընթացքում անընդհատ մենք ունեցել ենք գրային մշակույթ եւ աշխարհի պատմության մեջ քիչ կարելի է ցույց տալ այնպիսի ժողովուրդներ, որոնք ունեցել են 5000-ամյա անընդհատ մշակույթ,
ընդ որում մինչև Այբուբենին անցնելը, մինչև Մարտության գրերի գյուտը 3500 տարի անընդհատ օգտագործել են եւ տեղական մայրենի սեփական գիր եւ ներմուծել եւ օգտագործել են դրսից գրային համակարգ։